Փառք Տիրոջը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այս պաշտամունքի համար, այս կիրակի օրվա համար, որ Տերը մեզ նվիրեց, գոհանում ենք, որ հնարավորություն ունենք միմյանց տեսնելու և միասին փառաբանելու Աստծուն, աղոթելու, խորհելու, մտածելու Աստծո խոսքի շուրջը։ Հիսուսը ասեց, որ իր խոսքը կյանք է և ոգի։ Դրա համար, երբ որ մենք ստանում ենք Աստծո խոսքը, մեր հոգին սնվում է, ապրում է։ Եվ որ ստանում ենք Աստծո խոսքը, մեր կյանքը օրհնվում է, որովհետև Աստծո խոսքը կյանք է։ Մեր կյանքը իմաստավորվում է, մեր կյանքը դառնում է լիարժեք։ Դրա համար շատ կարևոր է այսօր լսել Աստծո խոսքը, ընդունել սրտի մեջ, ընդունել հոգու մեջ և կյանք ունենալ։ Այսօր ես կուզենայի կարդալ Հովհաննեսի ավետարանից 21-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Հովհաննեսի ավետարան 21-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Եվ երբ որ ճաշեցին, Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։ Նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասեց. արածեցրու իմ գառները։ Դարձյալ ասեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասեց. արածեցրու իմ ոչխարները։ Երրորդ անգամն ասեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեցավ, որովհետև երրորդ անգամ նրան ասեց, թե սիրում ես ինձ։ Եվ նրան ասեց. Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Հիսուսը նրան ասեց. արածեցրու իմ ոչխարները։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, երբ որ պատանի էիր, ինքդ էիր գոտիդ կապում և ման գալիս, որտեղ որ ուզում էիր, բայց երբ որ կծերանաս, ձեռքերդ կմեկնես և ուրիշը գոտիդ կապե և կտանե, որտեղ որ չես ուզի։ Փառք Տիրոջ։ Ամեն։ Իհարկե ամբողջ ավետարանի մեջ երևում է, որ Հիսուսը Տեր է և Աստված և փրկիչ։ Տեսնում եք, Հիսուսը ասում է, երբ որ ծերանաս, ասում է, երբ որ երիտասարդ ես, դու ես գոտիդ կապում ու գնում ես այնտեղ, որ ուզում ես, բայց երբ որ ծերանաս, ուրիշ կկապե քո գոտին և կտանի այնտեղ, ուր չես ուզում։ Մենք գիտենք, չէ՞ որ Պետրոսի ծերության ժամանակ Հռոմում ձերբակալեցին և մատնեցին խաչելության, խաչեցին Պետրոսի։ Եվ Պետրոսն ասավ, ես արժանի չեմ իմ Տիրոջ նման խաչվելու, ինձ գլխի վար խաչեցեք։ Եվ ահա մենք տեսնում ենք Հիսուսի աստվածությունը, ասում է, երբ որ դու ծերանաս, ինչ կլինի քեզ հետ, երբ որ ծերանաս, ինչ կլինի քո հետ։ Այսինքն երևում է Հիսուսի աստվածությունը, որ նա տեսնում է մարդու կյանքը ամբողջությամբ իր ծնունդից մինչև մահ և ամեն մեկին տրված է իր կյանքը, որ պետք է ապրի և կարևոր է, որ մարդ ապրի իրոք Աստծո համար, ինչպես Պետրոս, որ կարողանա ապրել Աստծո փառքի համար։ Ապրի Աստծո փառքի համար, մեռնի Աստծո փառքի համար։ Մենք տեսնում ենք Հիսուսի աստվածությունը նաև նրանում, երբ որ ինքը ասեց, երբ որ աշակերտներին հավաքել է իր ձերբակալությունից առաջ, երբ որ ասեց, որ
ինձ պետք է ձերբակալեն ու պետք է տանեն ու դուք բոլորդ ինձ պետք է թողնեք, ասեց իր աշակերտներին, մինչև ձերբակալությունը, բայց Պետրոսն ինչ ասավ, ասավ Տեր, ուր որ դու գնաս, ես էլ պետք է քո հետ գամ, ու եթե պետք լինի, կմեռնեմ քո համար, դա ասեց մինչև Հիսուսի ձերբակալությունը, և ասավ եթե նույնիսկ բոլորն էլ ուրանան քեզ ու չգան քո ետևից, իր ընկերները, ասենք իր եղբայրները, որտեղ նստած էին Հիսուսի հետ, ասավ եթե բոլորն էլ հեռանան, ես չեմ հեռանա, ես չեմ ուրանա, եթե պետք լինի կմեռնեմ քո համար։ Եվ երբ որ Պետրոսը դա ասեց, մյուս եղբայրներն էլ ոգևորվեցին Պետրոսի այդ հերոսական ոգեշնչված խոսքից եւ բոլորն էլ ասեցին, այո, մենք էլ չենք թողնի, մենք էլ կգանք քո ետևից, մենք բոլորս էլ կգանք քո ետևից եւ մեր կյանքը կդնենք։ Իհարկե, Հիսուսն ասավ Պետրոսին, ասավ դու կյանքը կդնես ինձ համար Պետրոս, իսկ ես քեզ հիմա ասում եմ, այս գիշեր, երբ որ ինձ ձերբակալեն, աքաղավը դեռևս 2 անգամ չկանչած, դու 3 անգամ ինձ կուրանաս։ Եվ իհարկե մենք գիտենք, որ երբ որ Հիսուսին ձերբակալեցին Գեթսեմանեի այգում, Հուդայի մատնությամբ, եւ որ Հուդան եկավ եւ ասավ ում որ համբյուրեմ, նա է Հիսուս։ Եվ մոտեցավ եւ ասեց վարդապետ ու համբյուրեց Հիսուսի այտը։ Եվ Հիսուսն ասավ. ընկեր, ինձ համբյուրելով ես մատնում։ Եվ ահա ձերբակալեցին Քրիստոսին եւ տարան։ Եվ ինչ կատարվեց։ Բոլոր աշակերտները, համարյա բոլորը հեռացան, փախան վախից։ Ուրացան Հիսուս։ Հիսուսի ետևից գնացին 2 աշակերտ, Հովհաննեսը եւ Պետրոսը։ Եվ երբ որ Հիսուսին տարան Կայափայի բակը, սկզբից տարան, որտեղ Կայափան քահանայապետ էր եւ պետքա ինքը սկզբից հարցաքններ Հիսուսին։ Չնայած բնական է, որ այդ ամենը արեցին ձևական, որովհետև արդեն որոշված էր Հիսուսի խաչելությունը, Հիսուսի մահը որոշված էր քահանաների մոտ, քահանայապետների, փարիսեցիների, սադուկեցիների, բոլոր կրոնավորների մոտ արդեն որոշված էր, որ Հիսուսին պիտի տային խաչելության, պիտի մատնեին, պիտի սպանեին, բայց պետք է անցնեին այդ բոլոր ձևական պրոցեդուրաները։ Եվ արդեն մատնությունը կայացել էր, 30 արծաթը տվել են Հուդային, եւ նա արդեն ասել էր Հիսուսի տեղը, ինչ հարցաքննություն, կամ միթե Հիսուսը ինչ-որ մի հանցագործություն էր կատարել, կամ միթե նրանք չգիտեն, որ Հիսուսը բաց տաճարի մեջ միշտ իրենց ներկայությամբ քարոզել է, եւ նրանք տեղյակ են Հիսուսի բոլոր քարոզներին եւ վրաշներին, ինչ հարցաքննել, բայց բնական է, որ նրանք պահում էին ձևական կողմ։ Եվ ահա բակում էր Հովհաննեսը լինելով ծանոթ Կայափայի հետ, նա կարողացավ մտնել այդ բակը, որտեղ զինվորները չեն թույլ տալիս, որ մարդիկ այդտեղ հավաքվեն։ Եվ Պետրոսն էլ Հովհաննեսի հետ մտան բակը եւ այնտեղ կրակ էր արված եւ կրամբի մոտ տականում էին։ Եվ մոտեցան եւ Պետրոսին հարցրին. դու էլ Հիսուսի աշակերտներից ես։ Եվ Պետրոսն ասավ, չէ, ես Հիսուսին չեմ ճանաչում։ Եվ մի քիչ անց հետո նորից մեկ ուրիշ մոտեցավ այն ծառան, որի ականջը կտրել էր, այն զինվորական, որի ականջը կտրել էր ձերբակալության ժամանակ Պետրոսը, նրա ազգականներից մեկը մոտեցավ, ասավ, ես քեզ այգում տեսա, դու Հիսուսի հետ ես, Գեթսեմանեի այգում։ Եվ Պետրոսը իրեն անիծեց եւ երդվեց, չէ, ես չեմ եղել Հիսուսի հետ, ես չեմ ճանաչում Հիսուսին։ Եվ երրորդ անգամ, երբ որ Պետրոսին հարցրեցին, որ քեզ
տեսել ենք, և ահա ակաղաղը երկու անգամ կանչում է և Պետրոս երրորդ անգամ հրաժարվում է։ Երրորդ անգամ հրաժարվում է, որ ես չեմ ճանաչում Հիսուսին։ Եվ այդ ժամանակ նայում է մի պահ Հիսուսին, և այդ ժամանակ Հիսուսը իր հայացքը դարձնում է դեպի Պետրոսին։ Եվ Պետրոսը հիշում է, որ Հիսուսը իրեն արդեն նախապես ասել էր, որ երկու անգամ ակաղաղը չկանչած, դու 3 անգամ ինձ պետք է ուրանաս։ Եվ Պետրոսը դուրս է գնում այդտեղից և դառնորեն լացում է։ Դուրս է գնում ու դառնորեն լացում է։ Եվ տեսնում ենք, երբ որ Հիսուսը հարություն է առնում, նա կանչում է աշակերտներին և ասում է, ասեցեք նայեք Պետրոսին։ Եվ ահա այստեղ, երբ որ սա հարությունից հետո է այս մասը, որ կարդացի, երբ որ նրանք ճաշում են, Հիսուսը Պետրոսին հարցնում է. հիմա ինչ ես ասում Պետրոս, դու ասում էիր, որ եթե բոլորն էլ չգան, ես կգամ քո ետևից, հիմա ինչ ես ասում, դու սիրում ես ինձ։ Եվ Պետրոսն ասում է, այո Տեր, ես սիրում եմ քեզ։ Եվ նորից է հարցնում, դու սիրում ես ինձ, ասում է, այո սիրում եմ, նոր որ կարդացին, ասում է, արածեցուր իմ ոչխարները։ Եվ երրորդ անգամ է հարցնում, և Պետրոսը տրտում է, ինչը հիշում է իր անկումը, հիշում է իր ուրացումները, հիշում է, թե ինքը հասկանում է, թե ինչքան տկար ու թույլ մարդ է առանց Քրիստոսի օգնության, թե ինչքան սխալ է ինքը հասկացել իր էությունը, իր անձը, ինչպիսի մեծ պատկերացումներ է ունեցել ինքն իր մասին, ինչքան սխալ ձևով է հասկացել ինքը իր էությունը, որ ինքը կարող է ամեն բան, կարող է ամեն քաջության, բայց հասկանում է, հիմա հասկանում է, որ իր բնության մեջ կա մի տկարություն, մի թույլ բան, մի անկարողություն, որ ինքը կարող է դուրս գալ ինքն իր դեմ, որ կարող է այդպես հեշտությամբ անկում ապրել, կա այդպեսի մի տկար ու թույլ բնություն իր մեջ, մեղքի բնությունը, որ կարող է ամենայն ստորության գնալ, ամենայն ստորության իջնել, ուրանալ Տիրոջը, ուրանալ, ասել ես նրա հետ չեմ եղել։ Պետրոսը դա չէր պատկերացնում, որ իր մեջ կա մի բնություն, որ կարող է գնալ դրան, նա չէր պատկերացնում։ Եվ իհարկե, Պետրոսի սերը ավելանում է Քրիստոսի նկատմամբ։ Միգուցե նա ապրումների մեջ էր իհարկե Պետրոսը, ինչ կանի իր հետ։ Արդյոք Հիսուսը իրեն նորից կկանչի, թե չէ։ Իրեն նորից կկանչի իր մոտ։ Նորից իրեն կդարձնի աշակերտ։ Չէ որ Հիսուսն ասավ, քո անունը Պետրոս պետք է լինի։ Այսինքն ժայռ, որի վրա պետք է կառուցեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող այն կործանել։ Չէ, ասա, բայց Պետրոս այստեղ արդեն չէր տեսնում իր այդ հավատքը, իր այդ ամրությունը, եթե ես այսպես շուտ կարող էի դավաճ անել իմ Տիրոջը, ուրանալ նրանից։ Բայց մյուս կողմից չէ որ Հիսուսն ինձ ասավ, որ դու այն ժառն ես, որի վրա պետք է կառուցեմ իմ եկեղեցին։ Եվ չէ կարողանում հասկանալ ինչ է կատարվում։ Եվ երբ որ Հիսուսը կանչեց եւ ասավ սիրում ես ինձ, ես մի տեսակ տեսնում եմ այդ պահը Պետրոսի այդ սրտի ջերմությունը, տաքությունը, նրա մեջ ամեն բան խառնել էր իրար, որովհետև մի կողմից հիշում էր, տրտմեց նա մի կողմից, որ ինքը ուրացել էր իր Տիրոջը, մյուս կողմից կար ուրախություն, այո, սիրում եմ, բայց Պետրոսը չասավ, Տեր, ես սիրում եմ քեզ բոլոր իմ եղբայրներից առավել։ Հիշում եք, մինչև անկումը այդպես էր ասում, մինչև անկումը ասում էր, եթե բոլորն էլ ուրանան, ես քեզ չեմ ուրանա։ Այսինքն ուզում էր ասել, որ ես բոլորից բարձր եմ։ Այս եղբայրները, որ կան իմ շուրջը, քո աշակերտները, ես բոլորից բարձր եմ եւ բոլորից շատ եմ սիրում քեզ։ Բայց երբ որ անկում ապրեց, երբ որ տեսավ իր խղճությունը, երբ որ տեսավ իր մարդկային տկարությունը, այլևս չէր ասում, որ ես բոլորից շատ եմ սիրում քեզ։ Ոչ,
Պարզապես ասավ, դու գիտես ամեն բան, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Ձերներ, մարդը միջև չի տեսնում իր բնությունը, միջև չի տեսնում իր մեղքերը, միջև չի տեսնում, թե ինքը ինչպեսի ցածրության է ի վիճակի, ինչպեսի անկման է ի վիճակի, մարդը չի կարող լիարժեք սիրել Աստծուն, սիրելներ։ Այսօր շատ կարևոր է Աստծո գլխավոր պատվիրաններից, գլխավոր պատվիրանը, ամենագլխավորը սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ սրտով, քո ամբողջ զորությամբ եւ սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Բայց այսօր մենք տեսնում ենք դա մարդկանց մեջ։ Արդյոք մարդիկ այդպես սիրում են Աստծուն, կամ արդյոք մարդիկ սիրում են այսօր իրենց մոտիկներին ինչպես իրենց անձը։ Իհարկե շատ քչեր են, որտեղ սիրելներ, մարդու հպարտությունը, մարդու այն կարծիքը իր անձի մասին, որ շատ բարձր են, ուրիշներից խելացի են, եւ ես մեկ ուրիշն եմ, հատուկ հարգանքի եւ հատուկ ուշադրության արժանի ես մի մարդ եմ, որ պետք է ինձ բոլորը գովեն ու բարձրացնեն, քանի դեռ մարդը իր մեջ ունի այդ հպարտությունն ու գոռոզությունը իր անձի մասին այդպիսի պատկերացումներ, նա երբեք չի կարող ոչ Աստծուն սիրել, ոչ էլ կարող է սիրել իր մոտիկին։ Նա գիտեք ում է միայն սիրում, բոլորից շատ։ Այո, իրեն, այդպիսի մարդը մենակ իրան է սիրում, իր անձը բարձրացին, իր անձը գովաբանեն, բարձրացինեն, գովեն, որ այս մարդը այսպիսի անձնավորությունը, բայց երբ որ մարդը ջարդվում է, մարդանկում ապրում, տեսնում է այդ սրտին խորում թաքնված մեղքերը, նույնիսկ այն մեղքերը, այն անկումները, որ նույնիսկ ինքը չգիտի, եւ որ ի հայտ է գալիս որոշ պարագաների ընթացքում, որ ինքը մտածում է, ոնց կարող է այդ պատահել, բայց Պետրոսը սիրելներ հասկացավ, թե իր Տերը ինչքան ճշմարիտ է, որ այո, Հիսուսը Տեր է, Փրկիչը եւ Աստված, ոնց նա տեսավ իմ սիրտը, ոնց, ես ինքս չգիտեի, որ պետք է ուրանամ իմ Տիրոջը, բայց Հիսուսը ասեց է այդ նախապես, եւ այն է, 3 անգամ պետք է ուրանամ, ասեց այն ինչ որ իսկապես պետք է կատարվեր, եւ ահա Պետրոսի սերը ավելի լցվեց ճշմարտության։ Պետրոսի սերը Հիսուսի նկատմամբ զգացմունքայնությունից փոխվեց ավելի խորը սիրով, լցվեց Պետրոսի սերը իմաստությամբ, լցվեց բովանդակությամբ Աստծո նկատմամբ, ոչ թե ուղղակի զգացմունքային, ոգեշնչված, այլ արդեն լցված իմաստությունով, փորձով, կյանքի փորձով, ճանաչելով Աստծուն, ահա այդպես սկսեց նա սիրել Հիսուսին։ Այո, երբ որ այդ սերը գալիս է, աստվածային սերը, երբ որ գալիս է, երբեք դա չի գա, մինչև մարդը այդ անկումը չապրի։ Սիրելներ, որպեսզի ավելի պարզ հասկանա։ Պատկերացրեք, մարդը ասենք, ինչով գետի մեջ լողանում է, կամ ծովի մեջ լողանում է, և հանկարծ թուլանում են ձեռքերը ու ոտքերը, և սկսում է խեղդվել, և կանչում է, օգնություն, խեղդվում են, և մի քանի րոպեներ արդեն ջրի տակ է, արդեն իր կյանքը չկա, արդեն մահացավ, և ափից ահա մի մարդ, լսելով նրա ձայնը, շորերը հանում է ու իրան գցում է ջրի մեջ ու գալիս է, հասնում է, հանում արդեն համարյա կիսախեղդ եղած, հանում է այդ մարդուն, բերում է, հասցնում է ափ եւ օգնում է ու իրան լրիվությամբ կենդանացնում է։ Ինչ է կարծում, այս մարդը միթե չի սիրի այս իրեն փրկողին, միթե եթե նույնիսկ այս մարդը թողի ու գնա, նա կփնտրի նրան ու կգտնի, այդպես է թե չէ, իր շնորհակալությունը հայտնելու, չէ որ մի քիչ հետո ինքը պետք է չլիներ, բայց այս մարդը հասավ իրան խեղդվելու տեղից հանեց, փրկեց, ինչ որտեղ էլ իր կյանքը վտանգելով,
որտեղ դժվար է խեղդողին հանելը։ Հնարավոր է շատերը կարող է փորձեն ու իրենք էլ խեղդվեն խեղդողի հետ։ Եվ միթե այս մարդը իր ամբողջ կյանքում չի հիշի նրան։ Եվ չի սիրի այդ մարդուն, որը փրկեց իր կյանքը։ Կսիրի, շնորհակալ կլինի, կհիշի նրան, միշտ հիշողության մեջ լինի, որտեղ նստի կպատմի, ես խեղդվում էի գետի մեջ, ես խեղդվում էի ծովի մեջ, արդեն հույս չունեի, արդեն կանչում էի եւ չգիտեի ով պետք է փրկեր, եւ ահա այս մարդը եկավ, հասավ ու ցաներ ջրից։ Այդպես է սիրելիներ, Աստծո այդպես առաջան, մինչև մարդը չի հասկանում, որ իր մեղքերը իրեն տանում են հավիտենական կորստյան, որ ինքը անհույս է, առանց Քրիստոսի, ինքը փրկություն չունի ոչ դժոխքից, ոչ սատանայից, ոչ մահից, փրկություն չունի, ոչ պրոբլեմներից, ոչ հուսահատությունից, ինքը փրկություն չունի առանց Քրիստոսի։ Եվ մինչև մարդու սրտում, մարդու ներսում դա չի բացվում, այդ մարդը չի կարող սիրել Աստծուն։ Չի կարող։ Կարող է իր բերանով ասել, ինչի համար Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին, որ ձեր բերանում է միայն Աստծո անունը, բայց ձեր սրտերում չկա, որովհետև հպարտացած էին, գոռոզացած էին, իրենց բարձր են տեսնում, չէին տեսնում իրենց մարդկային տկարությունը, թուլությունը, իրենց մեղքերը չէին տեսնում, չէին էլ ուզում տեսնել։ Այն փարիսեցին, որ աղոթում է Մաքսավորի տաճարի Մաքսավորի հետ աղոթում է, ինչ էր ասում, շնորհակալ եմ Տեր Աստված, որ ես այսպեսին չեմ, շնորհակալ եմ, որ ես 10-րդ եմ տալիս, այս եմ անում, այն եմ անում, այս բաներն եմ անում, քո համար Տեր Աստված, եւ ես այս Մաքսավորի նման չեմ։ Արհամարանքով խոսում է այդ մարդու նկատմամբ։ Տեսեք, այս բաներն նման, եւ այդ ամենը, թե դրան բարի բաներ են, բայց նրա սիրտը լցրել էին գոռոզության, հպարտության, որ արհամարում էր իր մոտիկին եւ պահելով որոշ պատվիրաններ նա զանց էր արել ամենագլխավորը սիրիր քո մոտիկին ինչպես քո անձը, բայց ասում է ես սրա նման չեմ արհամարանքով եւ դա ամենավտանգավոր բաներից մեկն է սիրելիներ, ինչքան էլ բարի գործ անեք, ինչքան էլ Աստծուն նվիրվեք, ինչքան էլ գաք եկեղեցի, ինչքան էլ աղոթեք, ինչքան էլ լցված եք Աստծո շնորհներով, հանկարծ թույլ չտաք ձեր մտքերի մեջ արհամարանքով վերաբերվեք որևէ մարդու նկատմամբ, հանկարծ ձեզ բարձր տեսնեք մեկ ուրիշից, հանկարծ արհամարանքով ասեք ինչ լավ է որ ես սրա նման չեմ, այդպիսի բան չասեք սիրելիներ։ Իսկ Մաքսավորը ինչ էր անում, կուրծքը ծեծում էր, գլուխը ցած էր, վախենում էր նույնիսկ երկնքին նայի, ասում էր ների ինձ մեղավորից, այդ երկու բառն էր ասում, ուրիշ բառ չէր ասում, ների ինձ մեղավորից, չգիտեր ինչ ասել, նա իրեն արժանի չէր տեսնում երկար խոսելու, իրեն արժանի չէր տեսնում շատ բառերով Աստծուն աղոթելու, ասում էր այս երկու բառը միայն ասել, ների ինձ մեղավորից, եւ Հիսուս ասում է նա առավել արդարացած դուրս եկավ տաճարից։ Դրա համար սիրելիներ, այո, Աստված, երբ որ մեզ կանչում է, Աստված ինչ անում, մեզ ցույց է տալիս մեր մեղքերը, Սուրբ Հոգին ասում է կգա եւ աշխարհը կհանդիմանի մեղքին։ Սկսում է այդպիսի մարդը, երբ որ Աստծո կարիքն ասում իր մեղքերից ազատագրվելու, մահից, դժոխքից ազատագրվելու, սատանայի ճանկերից դուրս գալու, այդ մարդը կանչում է Աստծուն։ Եվ Աստված սկսում է նրան փրկել, ազատագրել, բժշկել եւ դրա հետ զուգահեռ իր սերը Սուրբ Հոգով դնում է մարդու սրտի մեջ։ Այլապես անհնարին է Աստծուն սիրել, այլապես անհնարին է մոտիկին սիրել, այլապես անհնարին է Աստծո պատվիրանը կատարել։ Հիսուսն ասավ, ես տալիս եմ նոր պատվիրան, չէ՞, որ միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, եւ դրանից աշխարհը կիմանա, որ դուք իմ աշակերտներն եք։ Դրանից աշխարհը պետք է իմանա, որ դուք իմ աշակերտներն եք, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ այդպես իրար սիրեք։ Բայց մենք չենք կարող երբեք իրար սիրել, երբ որ մենք մեր խղճությունը,
մեր ներսի տկարությունը, մեր թուլությունը չիմանան, որովհետև երբ որ մենք հպարտացած ենք, մենք ինքներս մեզ լավ տեսնանք, մենք մեկս մյուսին չեն կարող սիրել, որովհետև ամեն մեկս մյուսին մեջ մի թերություն կտեսնենք եւ կասենք, սա ինչ եղբայր է, նա ինչ քույր է, եւ մեկս մյուսին չենք սիրել, բայց երբ որ մենք զգում ենք մեր մարդկային տկարությունները, համենայն դեպս եթե մեկի սխալն էլ տեսնում են, համբերությամբ ենք վերաբերվում եւ եթե ասում ենք այնպես, որ այդ մարդուն ուղղենք եւ փրկենք նրա այդ վիճակից եւ ոչ թե ուզում ենք ասել, տես, ես ավելի լավն եմ, ես դրա համար իսկ դու այդպեսին ես։ Փոխում է մարդու էությունը եւ որ մարդը ինքն իրան սկսում է ճանաչել ճշմարտապես սիրում է իր մոտիկին սիրելներ։ Տեսեք, Պետրոսը արդեն սկսել էր ավելի սիրել իր եղբայրներին, այլևս իրեն բարձր չէր տեսնում մյուսներից եւ չէր ասում, ես բոլորից շատ եմ սիրում քեզ, ասավ Տեր, դու գիտես այդ ամենը, ամեն բան դու գիտես իմ կյանքի մասին եւ դրա համար Պետրոս ասավ, Հիսուսն ասավ, քանի որ ահա դու հասկացար այդ ամենը, հասկացար քո անկումը, հասկացար քո խեղճությունը, հասկացար քո մարդկային տկարությունը, հասկացար քո մարդկային մեղքերի վիճակը, հասկացար, որ դու կարող ես ինչքան ցածրանալ, կարող ես ցածրանալ այնքան, որ ինձ ուրանալ, եւ որ դու դա հասկացար, արածեցրու իմ ոչխարները, դու կարող ես երեցնել, դու կարող ես հովիվ լինել, դու կարող ես, որովհետև դու կարող ես սիրել քեզ մոտ եկող մարդկանց, հասկանալով, որ նրանք են տկար են, թույլ են, մեկը հիվանդ է, մեկը խեղճ է, մեկը պրոբլեմի մեջ է, մեկը մեղքի մեջ է, մեկը մոլորության մեջ է, դու կարող ես նրանց վիճակի մեջ մտնել, եւ եթե նույնիսկ մեկն էլ ուրանա ինձանից, դու նրան խստությամբ չես դատի, որովհետև դու անցել ես դրա միջով, դու կասես, մի ուրացիր քո տիրոջ, դա քեզ կտանի մահվան, դա քեզ կտանի դժոխքի, մի թող քո տիրոջը, մեղք ես գործել, սխճա, ընկել ես, բարձրացիր, բայց մի թող քո Տերը ասում, որտեղ դա քեզ կտանի կորստի, դու արի Հիսուսին, ինձ ընդունել է, քեզ էլ կընդունի, ինչ տարբերություն, ինձ կանչել է, թեև ես այդքան ուրացա իրեն, բոլորի առաջ, բայց ինձ ընդունեց նորից Տերը, քեզ էլ կընդունի, շեղվել ես, ուրացել ես, ընկել ես, մեղք ես գործել, մի հուսահատվի, արի, քեզ էլ կընդունի։ Եկեք կանգնենք ոտքի գոհանանք մեր Տիրոջից։ Շնորհակալ